Արևմտյան երկրները խնդրում են Ուկրաինայի համար անհապաղ հրադադար առանց նախապայմանների, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հիշում եք, թե ինչպես սկսվեց այս ամենը։ Ռուսաստանին անհրաժեշտ է ռազմավարական պարտություն հասցնել մարտադաշտում։ Նրանք պարզապես գոռում էին մինչև հիստերիայի աստիճանի։ Որոշ ժամանակ անց կարգախոսը փոխվեց եւ նրանք սկսեցին բարձրաձայն հայտարարել, որ Ռուսաստանը չպետք է հաղթի Ուկրաինայում, եւ հիմա նրանք պահանջում են, խնդրում, աղաչում են անհապաղ հրադադար առանց նախապայմանների, ասել է նա։ Նախարարի խոսքով սա հենց այն է, ինչից Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես հրաժարվում էր մի քանի տարի շարունակ։ Ռուսաստանը աջակցել է Իրանին մերձավոր արևելքի իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշմամբ եւ մտադիր է ավելի զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ։ Ոչ ոք հստակ պատկերացում չունի, թե որքանով է Իրանի միջուկային ծրագիրը տուժել։ Տեղում իրավիճակը դեռ պետք է վերլուծվի, նշել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։ Եթե Իրանն ու Իսրայելը իսկապես կարողացել են հրադադարի հասնել, դա կարելի է միայն ողջունել։ Շատերը ցանկանում են օգտագործել մերձավոր արևելքի իրավիճակը կրակին յուղ լցնելու եւ Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերությունները փչացնելու համար։ Իրանը հաղթել է Իսրայելի հետ հակամարտությունում, ստիպելով նրան ընդունել պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ։ Աստվածային պարգև էր այն հաղթանակը, որը ստիպեց թշնամուն զղջալ իր արածի համար, ընդունել պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան։ Հայտարարության տեքստը մեջբերում է Իրանի պետական հեռուստարադիոընկերությունը։ Վլադիմիր Զելենսկին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Հունիսի 25-ի կեսօրին հաղորդում է Agence France-Presse-ը, հղումանելով Զելենսկիի գրասենյակի բարձրաստիճան աղբյուրին։ Զելենսկին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հանդիպել չորեքշաբթի օրը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, գրում է գործակալությունը։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն պատժամիջոցների եւ Կիևին զենքի մատակարարման հարցերը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին հույս ունի հանդիպել Թրամփի հետ Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ-Խալիֆան հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի միջև։ Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սանկտ Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական ֆորումի արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 18-ից 21-ը, որին Բահրեյնը մասնակցել է որպես հյուր ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինը նշել է Բահրեյնի պատվիրակության ակտիվ եւ արդյունավետ աշխատանքը, որը գլխավորել է Բահրեյնի թագավորի մարդասիրական գործունեության եւ երիտասարդության հարցերով ներկայացուցիչ ազգային անվտանգության խորհրդական Նասեր բին Համադ Ալ-Խալիֆան։ Բահրեյնի թագավորը իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ցուցաբերած հյուրընկալության համար, հաղորդում է մամուլի ծառայությունը։ Առաջնորդները նաև հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը ռուս-բահրեյնական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը, առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, ինչպես նաև մշակութային եւ մարդասիրական ոլորտներում։ Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների պատճառած վնասի մասին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դժվար թե որևէ մեկը դեռևս հստակ պատկերացում ունենա դրա մասին։ Մենք դեռ պետք է վերլուծենք իրավիճակը տեղում հասկանալու համար, թե որքան լուրջ է եղել վնասը։ Հավանական չէ, որ որևէ մեկը այս պահին հստակ պատկերացում ունենա։ Լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը տվյալներ ունի այն մասին, թե որքանով են Ամերիկայի Միացյալ Նահանգների հարվածները իրանական թիրախների վրա հետ մղել Իրանի միջուկային ծրագիրը։ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից 2020 թվականին տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, հուլիսի 1-ի փոխարեն։ Այս մասին հայտնել են Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, միաժամանակ տեղեկացնելով, որ շահառուներին նոր հավաստագրեր չեն տրամադրվելու եւ վարկավորման գործընթացում հիմք են ընդունվելու արդեն իսկ տրված հավաստագրերը։
Գործարար Սամվել Կարապետյանի օրինակը պատահական չէր, նա կանգնեց եկեղեցու ու հայրենիքի կողքը եւ ենթարկվում է բռնաճնշումների։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը, ընդգծելով, որ կշեռքին դրված է ոչ թե նեղացնական շահը, այլ հայրենիքի հարցը։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ հայ մարդը կանգնի ոչ թե իր, այլ իր եկեղեցու եւ իր հայրենիքի կողքը։ Սա նեղ անձնական շահ չէ, կրկնում եմ։ Սա հայրենիքի պետության հարցն է եւ յուրաքանչյուր ոք կլինի հայտնի գործարար, բարերար, թե կրկնում եմ, բանվորոշինական, պետք է սա կարողանա հասկանալ եւ ուրեմն իր անձնվիրության եւ իր ջանքերի շնորհիվ կարողանա այս կործանարան ընթացքը կասեցնել։ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ բոլորի հետևից էլ գնելու է, չի լինելու մեկը, ում չթիրախավորի, ում ինչ-որ մի պահի քրեական գործ չհարուցի կամ չփորձի վախեցնել կամ չփորձի ջարդել։ Եվ առանձին վերցած իհարկե ինքը կարող է դա անել, բայց միասնության պարագայում իհարկե չի ստացվի ինձ։ Մոտ 2 տարի անց դատախազությունը ստիպված հաստատեց եւ ընդունեց, որ Լևոն Քոչարյանի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբեր ամսին տեղի ունեցած անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության կողմից բռնություն է գործադրվել։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը եւ նշել. Դատախազությունը անուղղակի նաեւ ընդունել է, որ այդ բռնությունը գործադրել է կարմիր բերետավոր Հրաչիկ Խաչատրյանը, քանզի այսօր ստացանք դատախազի որոշումը, որով վերջինս նախնական հրաժարվել է Հրաչիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց այն պատճառաբանությամբ, որ դեռևս անհրաժեշտ է քննություն կատարել նրա արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու համար։ Նշված պատճառաբանությունը ենթադրում է, որ Հրաչիկ Խաչատրյանը կատարել է քրեաիրավական արարք, որին ճիշտ հոդված հարմարեցնելու համար ժամանակ է պետք, նշել է փաստաբանը։ Հունիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները Վանաձոր եւ Փամբակ խոշորացված համայնքներից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պարբերաբար չարաշահում է իր լիազորությունները, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պարոն Գուտերեշի դիրքորոշումը չափազանց ցավալի է, ով պարբերաբար եւ բացահայտ չարաշահում է իր լիազորությունները, հրաժարվելով իրերը իրենց անուններով կոչել եւ նույնիսկ օգնել տարական տեղեկատվություն ստանալու հարցում, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Մոհամմադ Պակուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է հիմար եւ զգուշացրել Վաշինգտոնին նոր հարձակումներից, քանի որ դրանք կհանգեցնեն Թեհրանի ավելի կոշտ պատասխանի, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Հոդվածում նշվում է, որ երկուշաբթի երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ջախջախիչ եւ հզոր հրթիռային հարված է հասցրել Քաթարում գտնվող ԱՄՆ Ալ-Ուդեյդ ավիաբազայինի պատասխան Իրանի միջուկային օբյեկտներին Վաշինգտոնի հարվածների։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Պակպուրը հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության բաբախող սիրտ անվանումով ավիաբազան, որը պաշտպանված էր հատուկ բազմաշերտ համակարգերով, վրացվել է։ Քննադատելով հիմար ԱՄՆ նախագահին ամերիկացիների անվտանգությունն ու շահերը սիոնիստական ռեժիմի գոյատևելու եւ զոհաբերելու համար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանի դեմ ագրեսիային ցանկացած կրկնություն կհանգեցնի ավելի ավերիչ պատասխան միջոցառումների, որոնք Վաշինգտոնին կստիպեն ավելի զղջալ Իսլամական Հանրապետության դեմ իր գործողությունների համար եւ ագրեսորին դաս կտան, որը կմտնի պատմության մեջ։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Իսրայելը ընդունել է պարտությունը եւ ստիպված է եղել միակողմանիորեն դադարեցնել ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհուրդը, գրում է Ալ Ջազեերան։ Մենք ստիպեցինք թշնամուն զղջալ ընդունել պարտությունը եւ միակողմանիորեն դադարեցնել ագրեսիան, ասվում է խորհրդի հայտարարության մեջ։ Իսլամական Հանրապետության անվտանգության խորհուրդը նաեւ ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի հրադադարի խախտման դեպքում։
ՆԱՏՕ-ի պաշտոնյաները Ռուսաստանին որպես հրեշ են ներկայացնում, որպեսզի որոշում կայացնեն պաշտպանության ծախսերը 5%-ով ավելացնելու մասին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Պաշտպանության ծախսերի ավելացման մասին որոշումը կայացնելու համար հարկավոր է դժոխքի հրեշի նման կերպար ստեղծել, եւ ահա ՆԱՏՕ-ի այդ հրեշի դերին լավագույնս համապատասխանում է մեր երկիրը, ասել է նա։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն եւ Եվրոպան վստահորեն գնում են սանձարձակ ռազմականացման ճանապարհով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է նոր քայլեր նախաձեռնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ակտիվորեն նպաստել հակամարտության կարգավորմանը։ Թուրքիան նախկինում եւս մի քանի անգամ միջնորդական դեր էր ստանձնել Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցային գործընթացներում։ Կանադայում կայացած 7-ի խմբի G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհաջող հանդիպումից հետո Վոլոդիմիր Զելենսկին հույս ունի նրա հետ խոսել ՆԱՏՕ-ի առաջնորդների Հաագայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այո, ես պատրաստվում եմ, ասել է Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ակնկալում է հանդիպել Թրամփի հետ Դաշինքի առաջիկա գագաթնաժողովում։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի, թիմերն աշխատում են, մենք պատրաստվում ենք հանդիպել, ասել է նա։ Նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք լուրջ բանակցություններ են նախապատրաստվում բովանդակային քննարկման համար, թե պարզապես զրույց, ասելով, որ այժմ քննարկումը վերաբերում է ամերիկացի առաջնորդի հետ հնարավոր հանդիպման ժամանակին։ Թրամփը հունիսի 16-ին G7 գագաթնաժողովից հեռացավ նախատեսվածից շուտ։ Սպիտակ տունը բացատրեց, որ նա շատ կարևոր հարցեր ունի լուծելու, սակայն ավելի ուշ Financial Times-ը հայտնել էր, որ պատճառը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ դժգոհությունն ու Զելենսկիի հետ հանդիպելու հետաքրքրության բացակայությունն էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսելով Իրանի եւ Իսրայելի միջև խաղաղության մասին գովաբանել է B2 ռմբակոծիչի օդաչուների տաղանդն ու քաջությունը։ Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Միևնույն ժամանակ ամերիկյան New York Times թերթը պնդում էր, որ իսրայելական զինվորականների անանուն ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունը Իրանի հետ հրադադարի մասին։ Իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայի ժամանակով 4:00-ի սահմաններում հայտարարել է, որ ներկայումս հրադադարի կամ ռազմական գործողությունների վերաբերյալ համաձայնություն չկա։ Սակայն եթե Իսրայելը դադարեցնի իր ագրեսիան ոչ ուշ քան տեղական ժամանակով ժամը 4:00-ին, ապա Թեհրանը այլևս հարվածներ չի հասցնի։ Մենք չէինք կարող գործարքը կնքել առանց մեր հրաշալի B2 օդաչուների եւ այս գործողությանը մասնակցած բոլորի տաղանդի ու քաջության։ Հեգնական է, որ այդ կատարյալ ուշ գիշերային գործադուլը բոլորին միավորեց եւ գործարքը կնքվեց, գրել է Թրամփը Truth Social-ում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Financial Times-ի համար համատեղ հոդվածում Ռուսաստանն անվանել են Եվրոպայի ամենամեծ սպառնալիքը եւ ընդգծել մայրցամաքի անվտանգությունը պաշտպանելու իրենց վճռականությունը։ Նրանց կարծիքով Եվրոպայի կայունության համար ամենամեծ սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, որը ենթադրաբար ձգտում է անկայունացնել այլ երկրները եւ մարտահրավեր նետել համաշխարհային կարգին։ Եվրամիության առաջնորդները նաեւ խոստացել են աջակցել Ուկրաինային։ Բացի այդ, նրանք հայտարարել են աբեկշության դեմ պայքարի ազգային տարածքների եւ իրենց սեփական շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին ամբողջ աշխարհում։ Մենք ստիպված կլինենք դիմակայել այս մարտահրավերներին, ոչ թե որովհետեւ ինչ-որ մեկը մեզանից խնդրում է, այլ որովհետեւ մենք խելացի ենք եւ պարտավոր ենք դա անել մեր քաղաքացիների համար, ասվում է տեքստում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետք է պաշտոնավարի միջև ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը։ Նա այս մասին ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զելենսկիի նախագահական ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին պաշտոնավարման 5 տարվա ընթացքում։ Ես գուցե լավագույն մարդը չեմ Ուկրաինան պատերազմի ավարտին հասցնելու համար, բայց ես ամենափորձառուն եմ, լրագրող Մարկ Օստինի հետ զրույցում ասել է Զելենսկին։ Նախորդ օրը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ Զելենսկի պետք է երկրորդ ժամկետով առաջադրվի, քանի որ նա լավագույն նախագահն է, որին հանրապետությունը տեսել է անկախությունից ի վեր։
Եվրամիությունն կարող է Իսրայելի վրա ճնշումն ուժեղացնել, եթե Գազայի բնակիչների համար կոնկրետ բարելավումներ չգրանցվեն, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Փոխանցում է Guardian-ը, Կալասը հայտարարել է, որ միանգամայն պարզ է, Իսրայելը խախտել է մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արևմտյան ափին։ Նրա խոսքով, եթե պաղեստինցիների համար իրավիճակը չբարելավի, Եվրամիությունն կարող է քննարկել հետագա միջոցառումները եւ հուլիսին վերադառնալ այդ հարցին։ Իսրայելը կկենտրոնանա արմատական պաղեստինյան Համասի կողմնակիցների վերացման վրա Իրանի հետ զինադադարի մասին հայտարարելուց հետո։ Այս մասին ասել է ֆինանսների նախարար եւ ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Բեզալել Սմոտրիչը, մեջբերում է The Times of Israel-ը։ Նախարարի խոսքով Իսրայելը ջախջախի հաղթանակ է տարել Իրանի դեմ արշավում, լուրջ վնաս հասցնելով իրանական այաթոլլա ռեժիմին, այդ թվում գիշերը Թեհրանում տասնյակ թիրախների ոչնչացմամբ։ Հիմա մենք շրջվում ենք մեր ողջ ուժով դեպի Գազա առաջադրանքը կատարելու համար, այն է ոչնչացնել Համասին եւ վերադարձնել մեր պատանդներին, ասել է Սմոտրիչը։ Թբիլիսիի դատարանը Ագմա Շենեբելին դիմադիր կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեին դատապարտել է 7 ամսվա ազատազրկման, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին կատարված հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքը։ Ընդդիմադիր գործչին նաև 2 տարով արգելվել է քաղաքական պաշտոն զբաղեցնել։ Վաշաձեն ինքը ներկա չի եղել դատական նիստին եւ դատավճռին սպասել է իր կուսակցության գրասենյակում։ Նա հանձնաժողովի նիստին կանչվել էր այս տարվա ապրիլին։ Քաղաքական գործիչը չէր ցանկանում գնալ խորհրդարան եւ ցուցմունք տալ։ Դրա պատճառով նրա գործը փոխանցվել է Վրաստանի դատախազություն, որը մեղադրանք էր առաջադրել քաղաքական գործչին Հանրապետության քրեական օրենսգրքի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջները չկատարելու հոդվածով։ Ավելի ուշ դատարանը Վաշաձեի համար որպես խափանման միջոց ընտրել է 50,000 լարիի, ավելի քան $18,000 չափով գրավ։ Ընդդիմադիր գործիչը վճարել էր պահանջվող գումարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարը, որի մասին նա հայտարարել էր ավելի վաղ, անժամկետ կլինի։ Այս մասին նա ասել է NBC News-ի հետ հեռախոսային հարցազրույցի ընթացքում։ Ես կարծում եմ, որ հրադադարն անժամկետ կլինի, այն հավերժ կշարունակվի, ասել է նա NBC News-ին։ Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով պատերազմը լիովին ավարտվել է։ Ես չեմ կարծում, թե նրանք երբևիցե կրկին կրակ կբացեն միմյանց վրա, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիքին սպանվել է Իսրայելի կողմից Իրանի հետ հրադադարի կնքումից առաջ իրականացված հարձակման ժամանակ, հաղորդում է Նուր Նյուզը։ Մոհամմադ Ռեզա Սադիքին միջուկային գիտնական է, ով սպանվել է այսօր վաղ առավոտյան Իսրայելի կողմից հրադադարից առաջ իրականացված հրաձգման ժամանակ, գրել է գործակալությունը։ Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման։ Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին, մինչև հրադադարի լիարժեք պահպանումը, ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Գործարար Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ ազգային անվտանգության ծառայության շենքին կից մեկուսարան։ Այս մասին հայտնել է ՔԿՀ-ների մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Նշենք, Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան կալանավորելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտակ Կարապետյանը, բավարարելով քննչական կոմիտեի միջնորդությունը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հավելել է Փաշինյանը։ Նշենք, որ գործարար Սամվել Կարապետյանի դեմ սկսված արշավին զուգահեռ Փաշինյանը հայտարարել էր, որ հեծը պետք է ազգայնացվի։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցաքննություններն ավարտվել են։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռոման Երիցյանը, նա մասնավորապես նշել է, ինչպես արդեն նշել էի, հաշվի առնելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի իրադարձությունների վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը, Արցախի հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննելու մասին տարածվող տեղեկությունները, նրա շուրջ շրջանառվող կեղծ լուրերը, դրանց անդրադառնալու խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների կողմից անընդհատ հնչեցվող ահազանգերը մոտ օրերս կկազմակերպենք ասուլիս, վերոնշյալ եւ մի շարք այլ հարցերին անդրադառնալու նպատակով, նշել է փաստաբանը։ Դատարանի որոշմամբ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի ու նրա եղբոր Սեյրան Դարփինյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, այս մասին հայտնել են դատախազությունից։ Դարփինյանին պատկանող ընկերության 2 աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է։ Նշենք, որ 3 ձերբակալվել էին Սամվել Դարփինյանը, նրա եղբայրն ու եւս 2 հոգի։ Քրեական օրենսգրքի առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մասին համապատասխան հոդվածով։ Դարփինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին։ Իսրայելցի անանուն պաշտոնյան այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին, հայտարարել է, որ այն ուժի մեջ կմտնի, եթե հակամարտող բոլոր կողմերը պահպանեն այն։ Պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը։ Եթե բոլոր կողմերը պահպանեն հրադադարը, այն կգործի, ասել է Ռավիդի զրուցակիցը։ Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իրանն ու Իսրայելը պայմանավորվել են հրադադար հաստատել։ Նրա խոսքով այն ուժի մեջ մտնելուց հետո աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Միաժամանակ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ երկիրը զինադադարի համաձայնագիր չունի։ Նրա խոսքով այս նախաձեռնության վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում էր ընդունել ավելի ուշ։ Հունիսի 24-ի առավոտյան իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելի հետ հրադադարն ուժի մեջ է մտել։ Ըստ այդմ դա տեղի է ունեցել իրանական հարձակումների 4 ալիքներից հետո։ Իսրայելը հասել է իր նպատակներին Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնությամբ ընդունում է հրադադարը։ Իսրայելի կառավարության ուղերձը փոխանցել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Գործողության ռազմավարական նպատակների իրականացման հետ կապված, ինչպես նաեւ նախագահ Թրամփի հետ լիակատար համաձայնությամբ Իսրայելը ընդունել է նրա երկկողմ հրադադարի նախաձեռնությունը։ Իսրայելը առավելագույն վճռականությամբ կարձագանքի հրադադարի պայմանների ցանկացած խախտման, գրել է նա տելեգրամյան ալիքում։ Ավելի վաղ հրադադարը հաստատել էր իրանական կողմը, այս մասին հաղորդագրություն էր հրապարակել Press TV հեռուստաալիքը։ Իսրայելի իշխանությունները շնորհակալություն են հայտնել Թրամփին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին աջակցության ու իրանական միջուկային սպառնալիքի վերացման գործում մասնակցության համար։ Իսրայելի կառավարությունը Իրանի դեմ իր գործողությունը անվանել է ականավոր պատմական նվաճում։ Կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամվա ընթացքում շարունակել է հարվածել Թեհրանի ուժային կենտրոններին եւ սպանել է եւս մեկ ավագ միջուկային մասնագետի։ Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի ռեժիմը կմնա ուժի մեջ, եթե բոլոր կողմերը պահպանեն այն, այս մասին հայտնում է Axios-ը վկայակոչելով իր աղբյուրները։ Իրանի հետ հրադադարը կգործի, եթե բոլոր կողմերը պահպանեն այն, գործակալությանը հայտնել է իսրայելցի պաշտոնյան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենյամին Նեթանյահուին պահանջել է դադարեցնել Իրանի վրա հարձակումները, քանի որ Թեհրանն արդեն բավականաչափ թուլացել է, այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը։ Թրամփը զանգահարել է Նեթանյահուին եւ ուղիղ ասել նրան. «Այլևս ոչ մի պատերազմ», հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնել են լիարժեք եւ ամբողջական հրադադարի։ Նա Truth Social հարթակում գրել է, որ առաջիկա ժամերին երկու երկրները կավարտեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին առաքելությունները եւ 12-ժամյա հրադադար կլինի, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Պաշտոնապես Իրանը կսկսի հրադադարը, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի հրադադարը եւ 24-րդ ժամին աշխարհը կողջունի
12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր հրադադարի ընթացքում մյուս կողմը կմնա խաղաղ եւ հարգալից, ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, եւ այդպես էլ կլինի, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին էլ Իսրայելին եւ Իրանին տոկունության, քաջության եւ խելքի համար, որոնք անհրաժեշտ էին ավարտելու այն, ինչը պետք է կոչվի 12-օրյա պատերազմ։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ եւ ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք էլ տեղի չի ունենա, գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփը նաեւ հայտարարել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ են դիմել իրեն խաղաղության հաստատման համար եւ երկուսն էլ կտեսնեն մեծ սեր, խաղաղություն եւ բարգավաճում։ Աշխարհը եւ Մերձավոր Արևելքը իրական հաղթողներն են։ Երկու երկրներն էլ իրենց ապագայում կտեսնեն հսկայական սեր, խաղաղություն եւ բարգավաճում։ Նրանք շատ բան ունեն շահելու, բայց նաեւ շատ բան կորցնելու, եթե շեղվեն արդարության եւ ճշմարտության ճանապարհից։ Իսրայելի եւ Իրանի ապագան անսահման է եւ լի է խոստումներով, գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թրամփը ազդարել էր Մերձավոր Արևելքում մոտալուտ խաղաղության մասին, գրելով. «Շնորհավորում եմ աշխարհ, եկել է խաղաղության ժամանակը»։ Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել։ Եվրոմեդիա 24.com-ի փոխանցմամբ հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը եւ Իրանը լիովին համաձայնել են սկսել հրադադարի համաձայնագրի իրականացումը իր հայտարարությունից մոտ 6 ժամ անց, Երևանի ժամանակով առավոտյան 8-ի սահմաններում։ Երեքշաբթի առավոտյան դոլարը արժեզրկվել է այլ համաշխարհային արժույթների նկատմամբ Իրանի եւ Իսրայելի միջև զինադադարի մասին լուրից հետո, ցույց են տվել առևտրային տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունը։ Մոսկվայի ժամանակով 9:1 դրությամբ եվրոյի եւ դոլարի փոխարժեքը բարձրացել է մինչև մոտ 1.16 դոլար 1 եվրոյի դիմաց 1.15 դոլարից։ Դոլարի եւ իենի փոխարժեքը նախորդ փակման 146.15 իենի համեմատ նվազել է մինչև 145.27 իեն, իսկ դոլարի ինդեքսը նվազել է 0.33%-ով, հասնելով 98.07 կետի։ Ներդրողները գնահատում են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ նորությունները։ Պակիստանն Իրանի հետ ոչ մի ռազմական համագործակցություն չի ծավալում եւ չի մասնակցում համատեղ գործողություններին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆ Ռիանովեսին տված հարցազրույցում։ Մենք Իրանի հետ ոչ մի ռազմական համագործակցություն կամ համատեղ ռազմական միջոցառում չունենք, ասել է քաղաքական գործիչը։ Ասիֆն ընդգծել է, որ Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի դեմ իրականացված ագրեսիան։ ԱՄՆ-ն Իրանին հարվածներով նպատակ էր հետապնդում ոչնչացնել իրանական միջուկային ծրագիրը, նման խոստովանությամբ է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Վենսը Fox News-ին տված հարցազրույցում։ Մեր առաքելությունն էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները եւ միջուկային ծրագիրը, ինչը մենք իհարկե արեցինք, նշել է նա։ Նրա խոսքով ԱՄՆ-ն աջակցում է ազատության համար պայքարողներին ամբողջ աշխարհում, սակայն ամերիկյան առաքելությունն էր ոչնչացնել միջուկային օբյեկտները։ Հանրապետություն կուսակցության ավականու անդամ Արտակ Զենյալյանի մանդատը տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Ղշյանին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավականու այսօրվա նիստին։ Նշենք, որ Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զենյալյանի լիազորությունները վաղը ժամկետ դադարել են, քանի որ նա ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է օրեր առաջ Թուրքիայում տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հանդիպմանը։ Նա նշել է, որ եթե կողմերի մեջ չկա քաղաքական կամ խաղաղության բարելավում, ապա մնացած բաները ձևական են եւ փաստաթուղթն էլ չի բերելու խաղաղություն։ Ես գիտեմ, ԿՊԱ-ականները հիմա սկսել են այն գիծը տանել, այդ առանցքային քարոզչության բանն, հա, որ տեսեք, բայց ուզում եք էլի թշնամի մնաք, ուզում եք շրջափակված մնաք, այնպես են ներկայացնում, կարծեք թե այս այցելությամբ մենք դառնանք բարի դրացիական հարևանություն ունեցող երկրներ կամ Հայաստանի սահմանը բացվեց, չկա։ Նման, այսինքն կա որոշակի գործընթաց շատ զիջումներով, որովհետև արդեն իրենք իմ կարծիքով են ինչ որ Ստամբուլյան հռչակագրի մեջ կետեր դրեցին եւ բան, օրինակ այդ այսպես կոչված Հայաստանից բռնի արտաքսվածների վերադարձի հարցը, Խոջալույի ցեղասպանության հարցը եւ այլն։ Այսի իրենց արդեն նորագույն պահանջներն են։ 88 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուրժ Մանուկյանը։ Լուրը հայտնել են Հայաստանի Թատերական գործիչների միությունից։
Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը իր աջակցությունն է հայտնել հայ առաքելական եկեղեցուն, նշելով, որ յուրաքանչյուր հայի պարտն է լինել հայ հոգևոր դասի եւ եկեղեցու կողքին, մի կողմ դնելով սեփական ամբիցիաներն ու շահերը։ Եկեղեցին միայն հոգևոր հաստատություն չէ, այն Հայաստանի պատմական, մշակութային եւ ազգային հիմքն է։ Այն հաղթահարել է կայսրությունների ճնշումները, ցեղասպանությունները, պատերազմները։ Այս մասին իր խոսքում նշել է Միասնություն շարժման ղեկավար Արման Վարդանյանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում առկա է նոր առաջնորդների, նոր ուժերի, ժողովրդական մեծ պահանջ եւ յուրաքանչյուր մարդ կարող է լինել այդ ձևաչափի մեջ, ով սիրում է իր երկիրը եւ իր արարքներով ապացուցել է իր անբասիր մոտեցումները Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 24-ից 3-ը 25-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ից 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 24-ից 3-ը 25-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ից 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ից 3-ը 25-ից 28-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 5 աստիճանով։